բերեմ ես կողմ, բարի օր սիրելի հետևորդներ ջան, առավոտվա գործերս արել եմ, իմ կենդանիներին կերակրել եմ, խնամել եմ, կոֆե խմելու պահն է եկել, բայց առավոտը մի հատ եմ խմել, ասեցի մի հատ ձեր հետ։ Պատրաստել եմ իմ նարնջի սմյուզին և արդեն կեսօրի մոտ է, շուտով գործի էլ կգնամ, բայց մինչ այդ ուզում եմ մի լավ գործ անել, ինչ եմ դրել մտքիս դրել եմ իմ ձերը ստացած սոխուկները, հոլանդական սոխուկները, մինչև գործի գնալը ցանել, բայց քոմի ասիրելի հետևորդներ ջան, ցուրտ, քոմի, ձմռվում պես ցուրտ է, դեր լավ արա դեր ծնած է, ինձ անգամին է էլի գալիս, ստեղ սխտոր եմ մաքրել, որ ես էլ աղամ հավերին տոն, բայց ես պահին չեմ անում, ինչ եմ եփում այստեղ, սիրելի հետևորդներ ջան, չոր կարմիր լոբի, ուխ, ապշոտը ոնց է տարածվել է, մի հատ տեսքում, այսենց, իգունը թրջել էի, սիրելի հետևորդներ ջան, ամբողջ գիշեր թրջած մնացել է, մի հատ մոտեցնեմ, ձեզ հավեսի բերեմ, ընդհանրապես կարմիր չոր լոբին սիրում եք ձմռանը ուտել, բայց այսօր էլ է ցուրտ, դեռևս երեկվանից ցուրտ է, բայց սա ոչ թե ճաշ եմ եփում, կամ էլ կիրկաշ, կամ էլ ձվով կանաչիով տապակում, ոնց էլ ասես կանեք, չէ՞։ Ես ինչ կոմացիր գազը։ Սրտով կոֆե եմ ուզում մի խոսքով։ Այս կարմիր լոբի ուզում եմ աղցան պատրաստել, այն ինչ որ պետք է ավելացնեմ, այս պահին տանը չկա, իհարկե թարմը կանաչի, կարմիր գունավոր պղպեղներ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ համով աղցան եմ ուզում պատրաստել, բայց այդ ամեն ինչը կգնեմ կբերեմ տուն ու նոր միայն, միգուցե այս վլոգի մեջ չտեսնեք, կտեսնեք մյուս վլոգի մեջ։ Կոֆես ուզում եմ, որ շուտ էփի, չգիտեմ էդխի ասնեց, թե ինձ աթվում։ Երբեմն գազերը կամաց է ալնում, չգիտեմ, օրինակ երեկ եփեցի շատ արագ եփեց, սիրելի հետևորդներ ջան։ Այդ լավ գործը, որ մտքիս դրել եմ, իմ նվերը ստացած սոխուկները ցանել, սիրելի հետևորդներ ջան, բանկաների մեջ լուսամուտի կոքին է գտնվում, դե արդեն գիտեք շատերդ, էլի չբերեմ, ցույց տամ, կպատրաստվեմ, մի քանի ծաղկամաններ եմ ընտրել նաև, 5 ծաղկամաններ, որոնք գունաթափվել են և չեմ ուզում դրանց մեջ տանը ծաղիկներ պահել, նաև նոր ծաղկամաններ ունեմ, դրանք կմանեմ, տեղափոխություններ կկատարեմ և այդ գործն եմ ուզում անել այսօր և իմ այս վլոգը ուզում եմ առանձնացնել։ Իդեպ ասում եմ սիրելի հետևորդներ ջան, Facebook-յան մեսենջերս փակ է։ Այնտեղ հրահանգներ է տալիս, ինչեր անեմ, բայց չեմ ուզում ձեռք տալ, հեռախոսը iPhone-ը և մտածում եմ հանկարծ ինչ-որ մի սխալ բան կանեմ, ավելի լավ սպասեմ, դա թևս կգա ու կկարգավորի։ Մի քանի օր կհամբերեմ առանց մեսենջեր ունենալու, քանի որ մեսենջերով իմ սիրելի հետևորդների հետ կապի մեջ եմ լինում, շատերը սիրում եք, որ ինձ այնպես գրել, երկար ժամանակ փակել, հետո ինքն իրենով բացվեց, հետո էլի փակվեց, տենց հոգուս էլ խաղ անում իմ մեսենջերը, չգիտեմ ինչ հրահանգներ պետք է անեմ, որ մշտապես բաց լինի։ Այս ընթացքում նույնիսկ շատ թեթևակի կապի մեջ եղա Դիկինսոնի կանց հետ և այն սերմերի մասին տեղեկացա, որը կոնֆետների հետ էր, կասկածում էի, թե ինչ է, կասկածներս ծրվել են, ուր եմ դրել, հա, մյուս կողմում է, մի խոսքով այդ սերմերը որ կասկածում էի մուշմուլայի սերմեր կլինեն, սիրելի հետևորդներ ջան, կասկածներս հարթվեց և ես համոզվեցի, որ ես ճիշտ էի մուշմուլայի սերմեր են, քանի որ մեսենջերով ինձ գրել էին, որ պտղատու ծառի սերմեր են, այդպես ցանում ենք, ծառ է դառնում և այդպես էլ հասկացա, որ ես չեմ սխալվել և մուշմուլայի սերմեր են դրանք, քանի որ ես ես հարցրել էի, ուզեցի նաև ձեզ ասել, որ
դա էլ իմացա, թե ինչ է, ինքը համ կլոր է, համ մի քիչ եռանկյունաձև ու տափակ, ինձ կասկածի մեջ է գցում այդ կլորները, քանի որ ավելի խոշոր էր ու լրիվ կլոր ու շմուլայսերները հիմնականում նմանվում է ինչ-որտեղ սուրճի հատիկներին, բայց որ այդ կլորները նույնպես իրանման էր, չեմ կարծում, որ երկու սերմորանք լիներ, հատկապես, որ ինձ գրեցին, որ դա միրգ է դառնում մրգի ծառի սերմեր են, սիրելի հետևորդներ ջան։ Կոֆես եփեց, այո, դուք էլ ձերը եփեք, սիրելի հետևորդներ ջան, միացեք իմ կոֆեի ժամին եւ միասին կգնանք, հող կբերենք եւ այդ սոխոքները կցանենք, բայց քամին շատ է խանգարում, նաեւ իմ շներն են խանգարում ինձ, սիրելի հետևորդներ ջան, շները շատ են ինձ խանգարում, հիմա չգիտեմ թե ինչ եմ անելու։ Ես ինքս նաև ունեմ շատ ծաղիկներ, դրսի աճող ծաղիկներ, բայց հիմա չեմ ուզում ցանել, ուզում եմ այս վլոգս առանձնացնել, այդ սոխոքներով զբաղվել, քանի որ ինչ որտեղ նաև մի քիչ երկար աշխատանք է, դրա համար չեմ ուզում ամեն բան իրար խառնել, բայց Գյորգինայի արմատները, որ ես ունեմ, նա կհանեմ, շատ վաղուց չեմ հետևել, դրել եմ ու էլ չեմ նայել, թե ինչ վիճակում է, էդ էլ կհանեմ, ստուգումներ կկատարեմ, որ հասկանամ ինչ եմ անում։ Յասամանը կոկոմելա, հառատորեն կոկոմներ կա, սիրելի հետևորդներ ջան, ուրիշ տարիների, ուրիշ գարունների, այս օրով նույնիսկ յասամանը բացվել և թոռոմել էր, այսինքն գարունը մեկ ամիս մեր մոտ ուշացումով է եկել։ Ինչպես ժողովուրդն է սիրում ասել, իմաստուն ժողովուրդը երբեք չի սխալվում, ուշ լինի, նուշ լինի, սիրելի հետևորդներ ջան, ստեղից որ նայում եմ իմ լուսամուտից, հրաշք տեսարան է բացվում իմ առաջ ու ինձ թվում է, թե ես հեքիաթային վայրում եմ ապրում, իմ տանը, իմ տնտեսության գործերով։ Կոֆե խմելուց հետո կգնամ, կմոտեցնեմ տեսախցիկը, դուք էլ կտեսնեք, մուգ յասամանն է, որ ունեմ, սիրելի հետևորդներ ջան, և նոր է ուզում բացվել, և պիտի ուրախանանք միասին, կոֆեն խմենք։ Քանի որ դրսից է եկել ցուրտա, դրսից եկա լվացվեցի, մազերս էլ մի հատ թացարի, որ կարողանամ հավաքել, սիրելի հետևորդներ ջան, շատ դժվար եմ հավաքում մազերս, ցուրտ է, դրա համար ուզում եմ կոֆեն տաք խմել։ Այս դեռ եփելու տեղ ունի, կթողնեմ կեփի և ընթացքում կհետևեմ։ Չմոռանալ բաժանորդագրվել, լայքել, տարածել և ցույց տալ իմ ալիքի տեղածել լավ ու բարի ընկերներին։ Այս անգամ էլ ասում եմ ու էլ այլևս չեմ ասելու, սիրելի հետևորդներ ջան, դիտումների քանակը քիչացել է, կարծում եմ այդ ռեկլամները, որ տեղադրում է YouTube հարթակը, այդ պատճառով, նաև այն պատճառով, որ մեծամասամբ իմ հետևորդները այլ երկրներից են նայում, հատկապես Ռուսաստանից, և այնտեղ YouTube հարթակը շատ քաղաքներում փակ է, ինչպես որ նաև իմ սաթենը չի կարողանում նայել իմ վլոգները հիմնականում, շատ պատահական, երբ որ ակնթարթորեն այդ բռնացնում է, բացվում է, նայում է, չի կարողանում գրել կամ երբեմն չի նայում, միայն գրառում է թողնում, մի խոսքով, իմ գործն էլ այսպես է ստացվել, դրա համար սիրելի հետևորդներ ջան, ովքեր ինձ դիտում են Հայաստանից, որտեղ YouTube-ը բոմբ է և բոլորս էլ շատ հեշտությամբ կարողանում ենք YouTube հարթակ մտնել, ապա խնդրում եմ ակտիվ լինեք, սիրելի հետևորդներ ջան, իհարկե իմ հետևորդների մեծամասնությունը նաև Հայաստանից է, իմ գյուղից է, համագյուղացիներ ջան, ապա ակտիվ եղեք, նայեք, տարածեք, դուք նույնպես, որպեսզի ես էլ ինձ լավ զգամ, տրամադրվեմ, կարողանամ իմ վլոգները շարունակել, այնպես որ հեշտ չէ այդքան գործերի հետ նաև վլոգներ վարել, քանի որ դա նույնպես ժամանակատար է և նաև ուզում ենք, որ ավելի լավ ներկայանալ, լավ զրույցներ անել, լավ արտահայտություններ անել, որպեսզի ձեր տրամադրությունը բացվի, ձեզ էլ ուրախացնեմ, ձեր հետաքրքրությունը շարժեմ,
խոսելով երբեմն իմ բարբառով, երբեմն էլ իմ ոսկեղենի քայլենով, որը իհարկե շատ տեղին է, եւ սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով խնդրում եմ ակտիվ լինեք, որպեսզի դիտումներ լինեն։ Ես էլ տրամադրվեմ, մի քիչ ինձ լավ զգամ էլի, ես այդքան տրամադրում եմ ձեզ, այդքան լավ կադրեր եմ ձեզ համար պատրաստում, դուք էլ ինձ տրամադրեք։ Հիմա կոֆե խմեմ եւ կանցնեմ իմ գործին։ Առաջին հերթին պետք է գնամ այդ հողը լցնեմ, որպեսզի այդ սոխուտները ցանեմ, սիրելի հետևորդներ ջան։ Զանգին ու զրանգին ազատության մեջ են, վայ, այնքան են հաչում, ամբողջ գիշեր հաչում են, սիրելի հետևորդներ ջան։ Համուրախանում եմ, որ շներս ակտիվ են, հսկում են իմ տարածքը, բայց այն խորը քնելու պահին, որ հաչում են ու վեր եմ թռչում, անհանգստանում եմ ինչ որտեղ, ասում եմ, հո, կարող է ինչ որ մի բան այն չի, նույնիսկ փորձում եմ դուրս գալ տնից, հետևեմ, տեսնեմ ինչ կա, չկա, բայց վստահում եմ իմ զանգին ու զրանգին։ Բայց հիմա չգիտեմ, իրանք ինձ ինչ են անելու այս ընթացքում, քանի որ հենց որ ես մի գործ եմ անում, հատկապես որ այդքան ամանները պետք է բերեմ հող լցնեմ ու ծաղիկները ցանեմ, միտք եմ անում երևի պատուհանը կբացեմ այստեղ, հատկապես որ այդ բանկաները պատուհանի գլխին են, սիրելի հետևորդներ ջան, կփորձեմ այդպես անել։ Եվ առաջ դեպի գործերը։ Չեմ մոռանալու ես ամենը ձեզ ցույց տալ ավելի մոտից, որպեսզի դուք էլ հեռվից հեռու զգաք այդ հրաշքի բույրը եւ գեղեցկությունը։ Երբ որ շատ գործեր եմ ունենում, սիրելի հետևորդներ ջան, ու ձեզ եմ միանում, չեմ կարողանում նստել, էլի եմ ասել, չեմ կարողանում նստել ու կոֆես նստած վայելել, բնությունով, էությունով անհանգիստ եմ, շատ պատահական, որ նստում եմ ու հանգիստ կոֆե եմ խմում, երբ որ գնում եմ հավերին հսկելու, բայց քանի որ հավերը փակած են եւ այդ առիթը չունեմ, որ գնամ նստեմ բալկոնում, վերևից նայեմ հսկեմ իմ հավերին ու նստած վայելեմ իմ կոֆեն, դրա համար էլ երբեմն էլ այս ձևով եմ վայելում իմ կոֆեն, որը նույնպես ինձ համար արդեն հարմարավետություն է դարձել եւ սովորություն է դարձել, այնպես որ դուք հանգիստ տեղավորվեք, եթե գործերի մեջ քիչ եք, ապա հանգիստ տեղավորվեք եւ վայելեք իմ այսօրվա վլոգը, որ պիտի ներկայացնեմ ձեզ։ Օրը 3 շաբթի է, սիրելի հետևորդներ ջան, 3 վլոգ չեմ պատրաստել, իմ ազատ օրն էր եւ շատ զբաղված եմ եղել։ Ոչ մի վայրկյան չեմ կարողացել ձեզ միանալ, այդպես սուս, փուս, իմ տնտեսության գործերն արել եմ, այս կողմից են կողմ, այն կողմից են կողմ, տարել, բերել, կարգավորումներ արել, հետաքրքրվել, շատ տեղեր զանգահարել, բայց ոչինչ չի ստացվել, անդրամադիր է և չէի ուզում տխուր ձայնով ձեզ միանալ, բայց թե Աստված մեծ է, մի օր էլ իմ գործը կհաջողվի։ Պատրաստվում եմ մուշմուլայի սերմերը ցանելու եւ ուզեցի ցույց տալ ձեզ ավելի մոտից, որպեսզի եթե ձեզ էլ հանդիպի, ապա ճանաչեք։ Այդ խոշոր կլորները ինձ շատ է շփոթեցնում, իսկ այն տափակ եւ եռանկյունաձև ինչ որտեղ դա նմանեցնում է մուշմուլայի։ Կարծում եմ այդ կլորները ուրիշ սորտ է եւ ուզում եմ ցանել։ Դե գնացինք։ Այս մուշմուլայի սերմերը, որ ուզում եմ ցանել, բայց ուզում եմ ցույց տալ իմ ունեցած մուշմուլայի ծառը, որ արդեն 2 տարեկան է, ահա, մեկը սա է, վեդրոյի մեջ եմ ցանել, մեկն էլ այս սա է, որը նոր ուզում է տերևները մեծանա, սրանք խաղողի վազի մատեր են, որը դրել եմ եւ տերևակալվել է, կուզեի, որ առանձին սենց էլի ցանեմ, բայց այստեղ եմ ուզում ցանել, որ անցյալ տարի կանաչի էի ցանել, նույնիսկ այստեղ դուրս է գալիս արդեն, բայց իմ հավերի սուր կտուցներից հիմա կփրկվեն արդեն։ Հավերին որոշել եմ հատ չթողնեմ ցերեկները հատկապես երեկոյան ժամերին։ Հիմա մի հատ հողը փխրեցնեմ, սիրելի հետևորդներ ջան, որ կայնամ այսքան սերմերը ցանել։ Հենց որ կծլեն կմեծանան, ժամանակ է որ ահա
կհանեմ արդեն առանձին մի հատ ամանի մեջ, էլի վեդրոյի մեջ կցանեմ։ Կանաչիների մոտ մի քիչ զգուշ եմ լինում, այս պետրուշկայա։ Այսենց խոտերը հանեմ։ Մի քանի հատ է։ Մնա էլի սերմացու կդառնա, քանի որ այս տարի արդեն դրանք կծաղկեն։ Հիմա այստեղ հողը փխրեցրած է։ Եվ արդեն ցանեմ, սիրելի հետևորդներ ջան, ահա։ Այս խոշորները, որ ինձ կասկածի մեջ էին գցել, կլոր խոշոր հատիկները, հիմա սենց մտցնեմ հողի մեջ։ Եվ բոլորը այդ ձևով քամին վշվշում է։ Մի խոսքով այս ձևով բոլորը ցանել եմ, սիրելի հետևորդներ ջան, սա մի կողմ բերեմ, որ կարողանամ հեշտությամբ սերմերը ցանել։ Մեկն ընկել աստեղ, վերցնեմ, մի քիչ հեռավորություն պահեմ, ցանելուց հետո կջրեմ։ Այսպես բոլորը ցանում եմ, քանի որ պատահում է, որ չեն ծլում, կամ եթե ծլում են, ինչ-որ մի բան է պատահում։ Ես այս պահին 4 հատ մուշմուլայի ծառ ունեմ, 1 թզաչափ, շատ դժվարությունով եմ աճեցրել։ Իրանք տանդաղաճող ծառի տեսակ են, այսպես։ Մուշմուլան ցանեցի, հիմա գնում եմ յասամանը ցույց տամ։ Քամին շատ է խանգարում, սիրելի հետևորդներ ջան, դեղցենին լրիվ ծաղկաթափ է եղել եւ հույս ունեմ բերք կդառնան։ Երբեմն ծաղիկները խափուսիկ են լինում։ Բայց ինչքան ուժեղ է քամին ու ցուրտ։ Յասամանիս թուփը մեղվանոցից այն մասում է։ Առաջ գնանք։ Շատ եմ նեղվում, որ քամի է լինում ու զրուցում եմ, քամին ձայնս փախցնում է։ Դրա համար քիչ կխոսեմ։ Հոտեցնեմ։ Այս տեսքն ունի իմ յասամանի թուփը։ Ինքը թփային ծառ է, ինքն իրենով բազմանում է։ Հոտեցնեմ։ Հիանանք։ Այսպես, եւ գնամ արդեն հող լցնեմ։ Գնացինք։ Եկել եմ պատվալ, իմ Գյորգինայի սերմերը հանել եմ, ու ինչ եմ տեսնում, այս ինչ մեծ ծլեր են հանել։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, միշտ ասենք, թղթից արկղի մեջ եմ պահել, ոնց ա եղել այս տարի սենց եմ դրել, ինձ թվում է խոնավությունը պահել է ու այսենց իմ Գյորգինան ծլել է։ Բի ավելի լավ։ Հենց որ հողի մեջ տնեմ, արդեն ավելի շուտ ինքը կաճի։ Ուղղակի այստեղ սենց ամբողջական է, կփորձեմ առանձնացնել, մի հատ բացեմ, այսենց այսքան շատ ունեմ, 2 տեսակի է, 2 գույն է, այսենց։ Ուղղակի այստեղ հարցը նա է նաև, ուզում եմ, որ մտածեցի այդ սոխուկները բերեմ այստեղ, անմիջապես հողը լցնեմ, ցանեմ, բայց զանգին ու զրանգին շատ են ինձ խանգարում։ Հիմա չգիտեմ ինչ անեմ։ Եկել եմ, որ հողը լցնեմ նաև։ Ստեղից եմ լցնելու եւ շատ փափուկ հող է։ 4 գոմաղփա։ Էս էլ իմ ունեցած Գյորգինայի արմատները։ Այսքան շատ։ Հիմա այս սոխուկները ցանեմ, հետո կզբաղվեմ սրանով, կտեսնեմ ինչ եմ անում։ Մասերի կբաժանեմ։ Այսպես։ Առայժմ սա այս կողմ եւ հողը լցնեմ։ Այս վեդրոյի մեջ եմ լցնում։ Այս կարճ պոչով լապատկան շատ է հարմար։ Դա էր ինքը խորը լապատկայա։ Հավիկ մավիկներ։ Աչքիս էլ ձեզ դուշ չհանեմ։ Արդեն շատ եք համը հանում, շատ եք կանդում, բա։ Մի հատ էսերեսի դուսեկած մաներմուներ խոտերը սենց լապատկ են, որ թարս գցում եմ, ինքը պոկում է դրանց ու արդեն կլցնեմ։ Պատրաստի հումուսով լեցուն հողա։ Ոսկիա, ոսկի։
չուհա ոսկի, որովհետև չոր գոմախ սիրելի հետևորդներ ջան, ինքը շատ հարուստ է, որպես հող ամեն ինչի համար, ինչ էլ որ ցանեմ, շատ հարուստ է հողը։ Գտվածը, քանի որ երկար տարիների է, ու ստեղ ամրացել է անձրևներից։ Լոբակոլյար մատներ կա, էդ էլ կհանեմ, ճոկ ճկեմ, այսենց տեսնում եք, որ ուժ եմ գործադրում, որ կարողանամ անջատել հողը հողից, բայց հենց որ լցնում եմ ընդեղ արդեն ինքը փշրվում է արդեն։ Մի պահ քամին կորել է, բայց այն վերևները վշշում է անտառների, այդ ծառերը որ քամին կա, չէ անտառների մեջ, այդ վշշոցը հասնում է մեզ։ Պատրաստ, փոշները բուլի են անում, հենց որ միաման են տեսնում, ինչքան էլ կուշտ են, դե գիտեք, կենդանիների բնավորությունը ոնց է։ Գալիս են խանգարում են, հոտոտում են, շատ ընտիր, փափուկ հող է։ Մի հատ էլ լցնեմ ու հերիք է։ Գոբինաները կանջատ եմ իրարից, բայց ինչև է սոխուկները չցանեմ, իմ ունեցած գորգինայի արմատներով չեմ զբաղվի։ Նրանք վերջում։ Այս ինչ ծանր է։ Գնացի։ Քանի ծաղկաման հող եմ լցրել ու արդեն պատրաստվում եմ այդ սիրուն սոխուկները ցանելու։ Մի կողմից քամին է խանգարում, մի կողմից զանգին ու զրանգին են խանգարում։ Մի կեր ոնց որ հեչ ոչ մի բան արած չլինեն, հանգիստ նստել ինձ են նայում, քանի որ ստեղ որոշակի պատրաստություններ եմ տեսել, չուզեցի տնից անել, տան ներսում ես հողը բերել, դե հողը թափվում էլա ձեռքի հետ, նոր էի մաքրել տունը, չուզեցի նորից հետ դառնալ մաքրություններ կատարել, որոշեցի այստեղ պատուհանի փեղկը կբացեմ ու ստեղ իմ գործը կանեմ, մինչև պտտվեցի եկա, այս կողմ հեսա, այս մի հատ մեծ ծաղկամանը, որ նույնպես նախատեսել է այդ ծաղիկների համար, որը նույնպես կդառնա արդեն դրսի ծաղկաման ոչ սենյակային, ինչ հարին, ինչ չարին, ես էլ չիմացա, գցել են, կոտրել են այս եզրը, դրա համար ես շատ ջղայնացել եմ իրանց վրա, մի հատ այս ցած դնեմ, կամած սկսեմ ցանելը, ստեղ նոր ծաղկամաններ ունեմ, որ աշնանն է առել, հետո նենց ստացվեց ծաղիկներս կոկոմեցին ու տեղափոխություններ չարեցի, 3 հատ նոր ծաղկաման, մի հատ ցույց տամ, այս մեկը այս տեսքն ունի, այս կանացի երջանկություն ծաղիկն եմ ուզում վերել այստեղ տեղավորել, սա իրա հետ է, սիրելի հետևորդներ ջան, ու այստեղ անցքեր չունի, այսինքն որ մեր ուզած տեղը դնենք, կահույքի վրա ջուր չի թափվի, սա առայժմ այս կողմ, այս երկուսը սովորական ծաղկամաններ, մեկը մեծ, մեկը փոքր, մեկը այս չափի, անցքերը պետք է արվի, ուրեմն ես էլ ներսը դնեմ, պետք է անցքեր անեմ, քանի որ ծաղկամաններ ունեմ, որ պետք է փոխեմ ու նոր ծաղկամաններ աճեցնեմ, իմ սենյակային ծաղիկները, այն հիմա, գնա, շատ եք ինչ ջղայնացրել, ձեր հետ չեմ խաղում, ես եք կա տաքացնեմ ու այդ անցքերը բացեմ, հիմա սիրել հետևորդներ ջան, ուրեմն, այստեղ Գյորգինան է, որ ծիլ արձակել, այ այս գույն, սիրուն, մուկ կարմիր, սպիտակ թերթիկներով, պրիսուստվերը, հորցեմ, ահա, երևաց, սա որոշել եմ մի հատ հին դույլ ունեմ, այդ հին դույլի մեջ կցանեմ, դրա համար դրան թողնում եմ և որ մեկնենք այստեղ ցանում, արխիդեան, որ որոշել էի թափանցի կամանի մեջ ցանել, միտքս փոխել եմ ու այստեղ կցանեմ, քանի որ համոզված չեմ, արդյոք դա արխիդեա ծաղիկն է թե ոչ, այստեղ կցանեմ սոխուկները, տեսնեմ այստեղ թե են երկարի մեջ, երևի երկարի մեջ, սա մի քիչ ավելի շատ է, քան թե սա,
Ուրեմն արխիդեան, որ կասկածում եմ արխիդեա ծաղիկներ, սամիկո, դեր ցանում եմ այս մի հրաշքը։ Ահա, ցույց տամ ծաղիկների տեսքը։ Այսա։ Այս թղթերը պետքա պահեմ։ Հիմա ջուրը առայժմ էստեղ, այս մի բանկայի մեջ լցնեմ։ Ոչ մեկը ծիլ չի հանել, բայց ամեն դեպքում ես սիրով ցանում եմ, թող որ ծլեն եւ ծաղկեն։ Դրսի կողմից պատուհանի կողքը մի քիչ նեղլուկ է, բայց ոնց որ դե պահեց։ Անմեղ հայացքով ինձ են նայում է։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ցանում եմ։ Հետո կհասկանամ, թե ինչա ու որտեղ եմ տեղափոխում։ Առայժմ էստեղ ծլեցնելու նպատակով։ 2 3 4 5 6 7 8 Բրգաձև սոխուկներ են, բոլորը այստեղ եմ ցանելու։ Թեկուզ մի քիչ խիտ, հենց որ կծլեն կհասկանամ, թե ինչպես են վարվում իրանց հետ հետագայում։ Այսպես, ավելի եմ խտեցնում, եզրերին նույնպես, այս կողմ, էլ չեմ հաշվում, թող որ բոլորը ծլեն և ծաղկեն։ Այսպես, մինչև վերջի սոխուկը այստեղ ցանեցի։ Հիմա մի բուր հող եմ բերում լցնեմ, որը այստեղ է, հողի դույլը, էլի քամի սկսվեց, այսինց հավեսով, սիրելի հետևորդներ ջան, ցանում եմ իմ նվերը ստացած հոլանդական ծաղիկների սոխուկները։ Թեթևակի կջրեմ, չնայած հողը խոնավ է, դրա համար էլ թե ծանր վերցրի ու եկա։ Մոլախոտ, այսպես, այսքանը լավ է։ Ինձ պետք է դեռ շատ հող պետք է բերեմ, այսքանի համար, ոնց հասկանում եմ, լավ էլ հողը վերցնում այս ամանները։ Հիմա որտեղ դնեմ, հարց է առաջանում սենյակում այս պահին և իր տուփի վրա, որպեսզի չշփոթեմ։ Այստեղ լիլիան է, ուզում եմ լիլիան ցանել, այս խորը հին ու մաշված ծաղկամանի մեջ, որը հող եմ լցրել արդեն, մի հատ հողը հետ եմ քաշում, սա մի քիչ ավելի խորքային էր, իմ կարծիքով սրա արմատները շատ երկար կգնան, բայց առայժմ ուզում եմ այստեղ աճեցնել և նորից հետագայում կհասկանամ ինքը դրսի ծաղիկ է, թե սենյակային ծաղիկ է, քանի որ նայում մեսենջերը փակ է և չեմ կարողացել ավելի երկար իրենց հետ կապի մեջ լինեմ։ Այս արմատները մի քիչ այս վերջը կտրեցի և իր ճուտիկը կողքին, այստեղ միասին ցանում եմ։ Սենց։ Ճուտիկը այս կողմ, որ ուղի պատճի։ Այս վերևի մասերը հողով չեմ ծածկում և բռով հող եմ լցնում։ Այսպես, ջրելուց հետո ինքը հողը կնստի։ Վերևում ինչ են գործ են անում։ Այսպես, այս են լիլիաները, սիրելի հետևորդներ ջան, սրանց թուղթը եթե իրա հետ չպահեմ, արդեն իրանց լավ ճանաչում եմ։ Հիմա, թեկուզ իրա ջրը մի հատ ջրեմ, հա։ Ընդեղի ջուրն եկը բերեմ կջրեմ, շատակ, Գյորգինայի ջուրը, այսենց, հավեսով, իրանից դուրս եկած հյութով, իրան ջրեմ։
Երբ որ ձեր ծաղկամանները հնանում են, գունափոխվում են, քանի որ արևից գույները փոխվում է, դեն մի նետեք, սիրելի հետևորդներ ջան, մի անկյունում պահեք, որպեսզի դրսի ծաղիկներ ցանեք եւ որտեղ ուզենաք տեղավորեք։ Փայտ են կտրում վերևը։ Էս է լիլա, սիրելի հետևորդներ ջան, էս մի բան կանել ազատեցի։ Հիմա տեսնեմ, որ սոխուկն եմ այս մյուս տարայի մեջ ցանում։ Այսպես, սրանք, այս մի սոխուկների վրա հիշում եք, որ հանելու ժամանակ էլ ասեցի, որ ծիլեր կան և սա եմ ցանում, այ այս սիրունը։ Այս սա, յուրահատկությունը։ Այս սա է։ Հիմա բարձրացնեմ։ Այսպես։ Ջուրը լցնեմ այստեղ, Լիլիան թող սրա ջրով էլ ջրվի։ Չի խանգարի։ Տեսնեք, քանի սոխուկ ունենք այստեղ։ 3, 6, 7, 8, 9 սոխուկ։ Ահա, ծիլերը երևում է, սիրելի հետևորդներ ջան։ Եվ ցանում եմ։ Այս մի հրաշքն էլ թող որ ծլի և ծաղկի։ Մեկը կենտրոնում, մնացածը եզրերին։ Եվ ինչպես մյուսն ասեցի, հետագայում կհասկանամ, թե որտեղ եմ հիմնական ցանում իրենց։ Այս տարի կմնան այս ամանների մեջ։ Հրաշքները։ Անհամբեր կսպասեմ իրենք ծաղկելուն, որ միասին ուրախանանք։ Զգուշորեն հողը բերում ու ծածկում եմ։ Արդեն դեպի տակն ենք գնում, ճիշտ այսօր ցուրտ է, սառը քամի ա փչում, բայց դեպի տաք եղանակներն ենք գնում։ Այսպես, նորից բռով հող եմ լցնում։ Հիմա սիրել հետևորդներ ջան, այս մեկն էլ է պատրաստ, քանի որ չեմ ջրել ու այստեղ Գյորգինայի այս արմատների մեջ շատ է ջուրը, այս ջրով եմ ջրում, հա, ինքը լավ ջուր է։ Այդ սոխուկների հյութը դուրս է եկել, հյութալի ջուր է։ Մի քանի օր չեմ ջրի։ Կսպասեմ հողը կզգամ, եթե չոր է, չորացել է, ու նոր կջրեմ։ Գյորգինան դույլի մեջ եմ ցանելու, այս մեկը, իսկ իմ գյորգինաները անմիջապես հողի մեջ եմ ցանելու։ Այս գործերի մեջ եմ սիրելի հետևորդներ ջան, նույն ձևով մնացածներն եմ անելու։ Մի հատ ներքևն եմ տեղավորում, որ այս ջուրը տանը չգնա։ Այս կողմ և ուշքս վրաս, որ շները չվնասեն։ Գնա, չկպչես։ Այս երկարի մեջ եմ ուզում ցանեմ, մյուս սոխուկները, բանկան մի կողմ, քանի չեմ կոտրել։ Այս բերել է, որ սրանով հողը լցնեմ, բայց հենց դույլի մեջ քիչ է մնացել, կթեքեմ ու կլցնեմ։ Պետք է գնամ էլի հող բերեմ, բայց նախքան գնալը, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ
Այս մի յուրահատկություն է այստեղ ցանել, քանի որ պիտի վրան արդեն հողի շերտ լցնեմ, բայց ցանեմ ու նոր կգնամ հողը կբերեմ։ Այս մեկը ջուրը այստեղ լցնեմ էլի, մյուսը քանի որ այդտեղ է չեմ ուզում ջրել, հետո վերջում կջրեմ։ Եվ այսքան շատ սոխուկները այս երկար ծաղկամանի մեջ։ Մեծ ու փոքր, բայց ծիլեր չունի, տեսնենք ոնց կլինի։ Այստեղ երկու շարքով ցանում եմ։ Այսքանը լրիվ դատարկ եմ։ Բանկաներն էլ ապահով։ Ճիշտ էլ արեցի, որ այս ծաղկամանն ընտրեցի, քանի որ այս սոխուկները շատ են։ Կարելի ասել էրիխի ձևով ցանեցի։ Բոլոր մեծերը ցանել եմ, փոքրերն էլ կենտրոնական մասում շարքով կցանեմ։ Ուրեմն 4, 8, 10-12 հատ խոշոր սոխուկ և այս փոքրերը կենտրոնական մասում։ Այս կարելի առանձնացնել։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ վլոգս այս պահին ընդհատել, քանի որ լսում եք ձայներ է գալիս, հարևանս գործ է անում հայտ կտրելու դրուժբով, որը շատ ուժեղ աղմկում է և արդեն ես է կգնամ հողը կբերեմ, կլցնեմ վրան և նույն ձևով մնացած սոխուկները կցանեմ։ Կծլենք, կծաղկեն և միասին կուրախանանք։ Դուք էլ ծաղիկներ ցանեք, որպեսզի ձեր շուրջը գեղեցկացնեք և ձեզ լավը զգաք։ Պակա, պակա, պակա։ Զանգի, գնացի։